Համարանիշ փոփոխման համարանիշի փոփոխություն շարունակում է խոսային սեփականատերը ես նկարագրում եմ որ պահպանի օտարման արտիքը կապում մեքենայի, բայց համարանիշի փոփոխություն չի։ Բնականաբար քաղաքացիական դատավարությունը ուսուցչության տեսանկյունից այդ արգելանքների պահպանման անհրաժեշտությունն է բացակայում պետհամարանիշի մասով, առավելևս որևէ պարագայում չկա դրան կանոնություն, որ ինչ-որ ինքնով կարող է հայցվի ենթադրյալ դատական ակտի կատարումը բավարարված է, այդ համարանիշի փոփոխմամբ կտանգվի դառնա անհնար կամ ավելի դժվար։ Հետևաբար ես գտնում եմ, որ համարանիշի փոփոխությունը որևէ կերպ չի կարող հայցվի ապագա բավարարված հայցի բավարարման վրա, ուստի չեմ առարկում ավելին խնդրում եմ ևս Դատավարի ես նույնպես համակարգչական և կարծում եմ ստեղ օտարման սահմանափակում է դրված նշված տրանսպորտային միջոցի նկատմամբ և ըստ էության հայցվող միջնորդությունը ըստ էության իրենից կրում է համարանիշի փոփոխություն, որը գույքային կազմի փոփոխություն, առավելևս անաբերում չի ենթադրում։ Այս տրամաբանության մեջ կարծում եմ, որ միջնորդությունը հիմնավորը և Արդեն դատարկում են, որ միջնորդությունը հիմնավոր է, որովհետև ըստ համարանիշների փոփոխությունը չի բերելու գույքի իրավական և փաստական վիճակի փոփոխության և դրանով որևէ կերպ չխոչընդոտվելու դատական ակտի կատարումը հետագայում, հետևաբար, քանի որ սա իրենից ոչ մի փոփոխություն ըստ էության իրավական առումով, որը կազմի հետագայում կայացել դատական ակտի կատարումը վրա չի բերում, ստում եմ, որ միջնորդությունը հիմնավոր է։ Տեսեք, միաժամանակ ձեր ուշադրությունը գրավում է հանգամանքի վրա, որ մեծ հաշվով արգելված է գույքը տնօրինելու, այսինքն այս պետհամարանիշի փոփոխությունը ինքնին մեծ հաշվով կարող առերևույթ կապ չունենա մեքենայի հետ, բայց այսպես առաջի հայացքից, բայց հաշվի առնելով հանգամանքը, որ գույքի տնօրինումն է իրարված արգելանքի պայմաններում նաև արգելված գույքի ներառյալ համարանիշի փոփոխությունը, որը որ զարմանալի է, նաև այդ հանգամանքի վրա ձեր ուշադրությունը հրավիրում, որ տնօրինական է մասով տնօրինման արգելք, այսինքն սա խնդիր է համային իրավարարության կամ վարչարության մեջ չէ, ամենևին։ Այո, դիմել են, երկու անգամ խոսել ենք որոշումներ է տարել, որ պետհամարանիշի փոփոխությունը արդյոք ենթադրում է տասնքի մեջ Պայմանավորված դատարանի արգելքով։ Վրաստանի բանն է։ Միջնորդության քննություն դատարանը ավարտում է, կապակցության որոշում առանձին դատական ակտով որոնք ստանձնաժատիկի և կողարկում։ Այդ միջնորդություններ կան։ Չկան միջնորդություններ, ուրեմն խնդրեմ, հարցերով ասացում։ Պարոն Ասատրյանի։ Չէ։ Եթե չտակ ես սկսեմ։ Արգել դատարանում մենք փաստադրումներ էինք արել և փաստադրումներից առաջինը հետևյալն էր եղել։ Մասնավորապես առաջին հարցը, հնչեցնեմ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաք Երևան ազատության տողոտարի փոքրատասացում գտնվող խոհամասու կառուցապատման իրավունքով Բաղդասարյանի Բարսեղյանի պատկանելու հանգամանքը հայցում առաջին անգամ հիշատակվում է վերնուշել ձևակերպման։ Հայցի 2014 թվականի բաժնի նկարագրական մասում, որտեղ այդ իրավունքան Բաղդասարյանի Բարսեղյանի կողմից ծախսերի կատարման և դրանք ապօրինի լինելու մասին որևէ նշում հիմնավորի մարտկա չէ։ Ուստի խնդրում ենք հայտնել թե հավասար պայմաններում դրա 19/2014 թվականի տարի 4,740,000 դրամ եկամուտ ինչ ինքնով դիտարկվել ապօրինի։ Պատասխանը հետևյալն է եղել, որ Բաղդասարյանի Բարսեղյանի անվամբ հաշվառված քաղաք Երևան ազատության փողոտամետ կառուցվածքի կառուցապատման իրավունքը ի սկզբանե վերագրվել է Հովիկ Աբրահամյանին, իրավասու մարմինը հաշվի առել, որ այդ տարածքում Հովիկ Աբրահամյանն ունի անշարժ գույքեր իրեն փոխկապակցական ձանձրանով, այդ թվում առանձնատուն, որոնք ձեռք է բերել իր կողմից պետական պաշտոններ զբաղեցնելու ընթացքում։
Նշված ձեռքբերումներն օրինական հիմք չեն ունեցել, իսկ այդ դեպքերի հարակից տարածքում Բագրատովի Բարսեղյանի անվան պաշտպանված կառուցապատման իրավունքի հիմքերը իրավասում արմունի եւ սերնական դիտարկեն վերագրելով այն Հովիկ Աբրահամյան։ Այսինքն ստացվում է, որ այս տարածքում հատկապես Հովիկ Աբրահամյանի անվան շինությունները, այլ անձանց անուններով են ույթերը եւ նաեւ ունի այդ տարածքում Բագրատովի Բարսեղյանը եւ նման դեպքում Բագրատովի Բարսեղյանի անվան կատարված գրանցումները նույնպես դիտում են որպես Հովիկ Աբրահամյանի եւ այս առումով դիտարկում են ապօրինի եւ սրա հետ կապված ես խնդրում եմ ավելի մանրամասն բացաբանում տրվի թե ում անունով ինքույթեր են եղել, որոնք հիմք են հանդիսացել, որպեսզի Բագրատովի Բարսեղյանի կողմից ձեռքբերումը նույնպես դիտարկվի որպես Հովիկ Աբրահամյանի ձեռքբերում ըստ իրավասում արմունի եւ ինչու են հենց այդ հիմքով միայն դիտարկում, որ դրա իրական շահառու Հովիկ Աբրահամյանն Որպես նշված տարածքում անշարժ գույքեր իրենցված են եղել Հովիկ Աբրահամյանի որդին Գրիգոր Գևորգյանի անվամբ, որը հետագայում փոխանցվել է Արգամ Աբրահամյանին որդուն եւ ինչպես նշված պատասխանատու կողմում այդ տարածքն ունեցել է Բագրատովի Բարսեղյանը։ Եվ իրավասում հաշվի առնելով իրական շահառու ինստիտուտը, որ Հովիկ Աբրահամյանը առանձնատների հատվածումները արդեն առանձնատուն կառուցված եւ դրան հարակից տարածքներում կար նաեւ գնման իրավունք, բնականաբար դա ևս համարել է, որ դրա իրական շահառուն Հովիկ Աբրահամյանն է, այսինքն գործակները վերահսկել են Հովիկ Աբրահամյանի կողմից, որովհետեւ 1.20 հասցեն գտնվում Հովիկ Աբրահամյանի առանձնատունը, 1.10 հասցեն այս գնման իրավունքն է, որը անվտանգության աշխատակից Բագրատովի Բարսեղյանի անվանք է, եւ մեկ տարիների ընթացքում այդ վերլուծությունները կոնկրետ ցույց են տվել, թե Բագրատովի Բարսեղյանը ինչպես է դա օտարել, ում օտարել կամ Գրիգոր Գևորգյանը դա ինչպես է օտարել եւ նորից եմ նշում, որ այո, այդ ժամանակ Հովիկ Աբրահամյանը զբաղեցնում էր հանրային ծառայության մասնավորակով նախատեսված պաշտոններ եւ նրան փոխկապակցված անձանց կոնկրետ ֆիզիկական անձինք որոնք ընդհանուր տնտեսություն են վարել, կարող ենք վերագրել ենք այդ ամբողջ ձեռքբերումները Հովիկ Աբրահամյանը։ Հարցից նորից հարց առաջացավ, հարգելի դատարան, ընդհանուր տնտեսություն վարելը դուք նկատում եք Գրիգոր Գևորգյանին, թե Արգամ Աբրահամյանին, որովհետև սկզբից նշեցիք, որ Գրիգորի անվամբ է վերահսկած եղել, այնուհետև է փոխացել Արգամի, սա այս հարցի մասով եւ երկրորդը բացառապես որ վերագրել եք Հովիկ Աբրահամյանին, հիմքում դրվել է այն հանգամանքը, որ նույն տարածքում է գտնվում։ Այո։ Միայն այդ հանգամանքը նույն տարածքում գտնվելու։ Ճիշտ հասկացա։ Ներկայացնում են օպերատիվ հետախուզական մարմիններից ստացված տվյալները, որտեղ ևս դա փաստում է, որ Հովիկ Աբրահամյանի գույքն է։ Իսկ հարցից առաջին մասով այո, նաև ընդհանուր տնտեսություն ենք հաշվառել, թե Գրիգոր Գևորգյանը եւ թե Բագրատովի Բարսեղյանը, քանի որ խոսքը մեր այդ գույքի մասին չի, բազմաթիվ գույքեր են։ Ներողություն, այսինքն Գրիգոր Գևորգյանը եւ Բագրատովի Բարսեղյանը ընդհանուր տնտեսություն վարել Հովիկ Աբրահամյանը։ Այդ տեսանկյունով է։ Մենք այդ տեսանկյունով չէ, առաջինը դուք կգնացեք շիգարնան շահառուի ինստիտուտ։ Հաշվի ենք առել, որ այս գործակները վերահսկվել են Հովիկ Աբրահամյանի կողմից, հաշիվ Հովիկ Աբրահամյանի վարորդի եւ անվտանգության աշխատակցի ունեցած անշարժ գույքերը նույն տարածքում վերագրվել են Հովիկ Աբրահամյանին։ Դուք նշեցիք համատեղ տնտեսությունը, ես դրա համար իմ հարցը ուղղեցի եւ հիմա այդ վերահսկումը ինչ ձևով է իրականացվել։ Ի հաշիվ Հովիկ Աբրահամյանի այդ կատարել մի քանի անգամ ասել եմ այդ հարցի պատասխանը, որ ի հաշիվ գործակը կատարվել է Հովիկ Աբրահամյանի եւ նրա վերահսկողությամբ, այսինքն դրանք հաստատի կատարել է Հովիկ Աբրահամյանը իր եկամուտներից։ Ուղղակի դրանք գրանցված են մի դեպքում Գրիգոր Գևորգյանը, մի դեպքում Բագրատովի Բարսեղյանի անվամբ։ Այսինքն դուք վերահսկումը նկատում եք, որ Հովիկ Աբրահամյանի միջոցներով է։ Այո։ Դրա վերաբերյալ մենք լրացուցիչ դիսկուրսում կներկայացնենք, հարգելի դատարան, երրորդ հարցադրումը, որ մենք ուղղել էինք, հետևյալն էր, Excel առաջիկային 2011 թվականի բաժնում, մասնավորապես 2011 թվականին ձեռք էր բերվել Տոյոտա Կարոլա Մատնիշի 3 ավտոմեքենա,